Բարև ձեզ, հարգելի ներկաներ, այսօր համահայկական ճակատ շարժման բնագիծ հաղորդաշարի շրջանակներում կազմակերպում ենք մի շատ հետաքրքիր եւ մի շատ կարեւոր թեմա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության արկավիճակը եւ պարենային անվտանգության ապահովումը։ Ինչպես բոլորս գիտենք, ինչպես բոլորս ականատեսնենք, Հայաստանի Հանրապետությունում պարենային անվտանգությունը դա ամենակարևոր խնդիրներից, հիմնախնդիրներից մեկն է Հայաստանի Հանրապետության գոյության, հայ բնակչության գոյության կարևոր գրավականներից մեկը։ Պարենային անվտանգությունը դա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնախնդիրն է։ Այն ենթադրում է փաստացի, կազմակերպական, նյութատեխնիկական, իրավական միջոցառումների համալիր, որը իր մեջ ներառում է բնակչության ապահովվածության պարենով, նրա մատչելիություն, հասանելիություն, ցանկացած ժամանակ, ցանկացած պահի անվտանգության երաշխիքն է կարելի ասած հայ բնակչության։ Ազգային անվտանգության հենց պարենային ապահովության կարևոր ելակետը ցուցիչը դա պետության ինքնաբավության մակարդակն է։ Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը կտրված լինելով ծովից, այսինքն չունենալով ծովային ճանապարհներ, արտաքին աշխարհի հետ կապը բավականին բարդ է ապահովում, հետևաբար հնարավոր չի բոլոր ապրանքները ներմուծել Հայաստան։ Ինքնաբավության մակարդակ բարձր մակարդակ ունենք համենայն դեպս կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, պտղի, հատապտուղների, խաղողի, ոչխարի եւ այծի մսի, ձկան, ձվի մթերքների պարենի տեսանկյունից։ Միջինից մի փոքր ավելի բարձր մակարդակ ունենք խոզի եւ տավարի մսի, կաթի եւ կատնամթերքի, իսկ ինքնաբավության ցածր մակարդակ ունենք հատկապես ցորենի, մշակաբույսերի, տարբեր հատիկավոր մթերքների արտադրության ասպարեզում։ Ու սա այն կարևոր խնդիրն է, որ պիտի լուծվի Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունը եւ ինքնաբավությունը լուծելու համար։